Բարև ձեզ սիրելի գործընկերներ, մեզ ուղղված մի շարք հարցերից, առավել հաճախ հանդիպող հարցերից էր այն, թե ինչպես են մեր բնածին իմուն համակարգի բջիջները կարողանում ճանաչել հազարավոր տարաբնույթ մանրէներ, բակտերիալ, վիրուսային, այլ ծագման երբևէ չտեսնված։ Դուք ճշգրիտ նշել եք, որ մեղավորը ճանաչման կարող է լինել հաճախ TLR4 ընկալիչները, բայց առավել ընդգրկում պատասխանեիք ակնկալում, եւ ահա Janeway Immunobiology դասագրքի վիդեո դասախոսության մի փոքրիկ կտոր հասանելի է մեզ, ուստի առաջարկում եմ լսել, նայել տեսանյութը հայերեն թարգմանությամբ ուղեկցված։ Եվ այսպես կարող ենք դիտարկել ինչպես է պրոցեսը տեղի ունենում, բնականաբար գլխավոր դերակատարները կրկին լինելու են մակրոֆագը եւ դենդրիտիկ բջիջները, որոնք տեղում գտնվում են սահմանագծում, անընդհատ շփվելով պոտենցիալ պաթոգենների հետ, բակտերիաների, վիրուսների տարաբնույթ եւ նրանց ճանաչելու համար եկեք ավելի մոտիկից նայենք թաղանթի մակերեսին, եղած ընկալչային հավաքակազմին։ TLR ընկալիչներ անվանել ենք մենք դրանց, ընդհանուր հատկությունը լեյցինով հարուստ կրկնվող մոցիրներ ունենալն է այս ընկալիչների եւ տարբեր ներկայացուցիչներ կան։ Բացի թաղանթին գտնվողներից ունենք նաեւ մի մասը էնդոցիցիկ վակուոլների մեջ գտնվող, որոնք ունակ են ճանաչելու մանրէների ներբջջային քայքայումից հետո առաջացած մոլեկուլյար հատվածները ճանաչելու համար։ Եվ այսպես օրինակ TLR5-ին անդրադառնանք, որն ունակ է ճանաչելու մանրէների մտրակների կազմի մեջ մտնող ֆլագելինը։ Դրանից բացի ներբջջային հնարավորություն կա ճանաչելու որոշակի DNT-ի քայքայման արգասիքներից առաջացող հատվածներ, օրինակ TLR9 ունակ էր ճանաչելու մանրէների նուկլեինաթթուներից առաջացողներին։ Տեսնում ենք TLR1 եւ TLR2 դոմեյնները, որոնք ունակ են ճանաչելու տրիացիլ լիպոպեպտիդին։ Մեր սիրելի TLR4-ը, որ ունակ է ճանաչելու լիպոպոլիսախարիդը եւ ամենաշատ ուսումնասիրված TLR ընկալիչն է թերևս։ Ներբջջային պաթոգենների համար TLR3, TLR7 ունենք էնդոցիտար վակուոլի մեջ, որոնք համապատասխանաբար 2 եւ 1 պարուրանի RNT են կարողանում ճանաչել։ Անկախ նրանից, թե որ ներկայացուցիչն էր հրահրողը, արդյունքը լինում է դեպի բջջի կորիզ, դեպի DNT տրանսկրիպցիոն գործոնների ակտիվացում եւ համապատասխան ցիտոկինների արտադրություն, բորբոքային եւ այլ պատասխան հրահրելու համար։ Սակայն չմոռանանք, որ բոլոր գործոնները չեն, բոլոր պաթոգենները չէ, որ արտաբջջային տարածությունում ենք հանդիպում, մասնավորապես ցիտոպլազմայում հաճախ հանդիպում ենք ներբջջային պաթոգենների, ինչպիսիք են վիրուսները, ներբջջային բակտերիաները, ինչպիսին է օրինակ կոխիցուպիկը, եւ այս դեպքում օգնության են գալիս նուկլեոտիդ օլիգոմերիզացիոն դոմեյնի ընտանիքին նոդ ընտանիքին պատկանող մի շարք սպիտակուցներ, եւ դրանք ունակ են ճանաչելու որոշակի սպეციფიկ հատվածներ, օրինակի համար դրանցից է մուրամիլդիպեպտիդը, եւ մուրամիլդիպեպտիդին ճանաչելու արդյունքում կրկին ազդանշանն ուղարկվում է դեպի բջջի ներսը, ազդարելով, որ մենք տեսել ենք բջջի ներսում պոտենցիալ վտանգավոր մեկին։ Այս ընտանիքին են պատկանում նաեւ հետաքրքիր կարտ դոմեն կոչվող մոլեկուլների մի ընտանիք, օրինակ դրանցից մեկն է RIG-I, որը եւս ունակ է ճանաչելու երկպարուրանի RNT, վկայակոչելով այն մասին, որ հարցակող է եղել է երկպարուրանի RNT, այսինքն վիրուս, որը իր զարգացման ընթացքում այդպիսի բան է անում, եւ այստեղ ազդանշանը ներառում էր անպայման, ինչպես տեսանք, նաեւ ինտերֆերոնների ընտանիքին պատկանող ցիտոկինների արտադրություն հենց ներբջջային պատասխան ուժեղացնելու համար։ Այսպիսով գործ ունենք բավական հարուստ ներ եւ արտաբջջային թաղանթի վրա տեղակայված ընկալիչների համախմբին, որը հնարավորություն է տալիս լայն ձևով ճանաչելու մեզ շրջապատող տարաբնույթ վտանգի ազդակները եւ այդպիսով բնածին իմուն պատասխանը կապելու հետագայում թերևս հնարավոր ձևավորվող ձեռբերովի իմուն պատասխանի հետ։ Նյութը վերցված էր Garland Science կայքից, որն ուղեկցում էր համապատասխան Immunobiology Janeway 8-րդ հրատարակչությունը, եւ մենք ուրախ ենք, որ հնարավորություն կա դրա մի մասը գոնե ձեզ ներկայացնելու։
Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում, եթե հարցեր լինեն 621 435 համարով միշտ կարող եք մեր հետ կապվել։